Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունից հետո օրեր շարունակ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություններ տարածվում սահմանային խախտումների վերաբերյալ։ Վերլուծել եք արդյոք թե որոնք են ադրբեջանական կողմից այս ապատեղեկատվությունների տարածման դրդապատճառները։ Իհարկե, որովհետև ինձ համար առնվազն գոնե անակնկալ չէր այն հայտարարությունները, որոնք որ Ադրբեջանը սկսեց տարածել, այսինքն Ադրբեջանի քաղաքականությունը, որը որ միտված չէ խաղաղության, այլ հակամարտության պահպանման կամ հակամարտության սրությունը ավելի պահպանման միտված էր, դրա համար Ադրբեջանը այս փուլում այդպիսի քաղաքականություն տարավ։ Եվ ընդհանրապես պետք է ասեմ, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը իր սկզբանը 2020 թվականից հետո նկատի ունեմ, միտված է նրան, որ խաղաղության պայմանագիր չստորագրվի եւ ամեն ինչ անում է, որպեսզի ինքը չստորագրի խաղաղության պայմանագիրը, բայց չստորագրման մեղքը Հայաստանի վրա գցի։ Եվ այս բոլոր հայտարարությունները, որոնք որ արվում էր Ադրբեջանի կողմում, հենց այս համատեքստում էին տեղավորվում։ Եթե նախկինում գուցե մի փոքր տրամաբանական լիներ կամ ընկալելի լիներ Ադրբեջանի նման պահվածքը, որ յուրաքանչյուր պատերազմից առաջ անոնսում էր դրա մասին այս ապատեղեկատվության ամբողջ շղթայով Ադրբեջանը, ապա հիմա եթե մենք ունենք տեղեկատվություն այն մասին, որ երկու կողմը եկել է համաձայնության խաղաղության տեքստի շուրջ, ընդ որում հայկական կողմը ընդունել է ադրբեջանական երկու առաջարկները, որոնք մինչ այդ չհամաձայնեցված էին կողմերի միջև, ապա այս ապատեղեկատվությամբ ինչ ուղերձ է Ադրբեջանը փորձել հղել եւ ում։ Սրանով Ադրբեջանը իրականում փորձում է վիժեցնել ամբողջությամբ այն բոլոր համաձայնագրի կետերը, համաձայնեցված կետերը եւ ընդհանրապես այն բոլոր երկխոսությունները, որոնք որ տեղի են ունեցել, քանի որ Ադրբեջանի, այսպես ասենք, արտակուստ պայմանները կամ պահանջները կամ ինչպես կուզենք ձևակերպենք, ամեն դեպքում բավարարվել է եւ համաձայնեցվել է։ Եվ Ադրբեջանը սրանից ելնելով, որ այլևս ինքը չունի այսպես ցուցադրելու կամ չունի ցույց տալու իր պահանջները, մենք գիտենք իր պահանջները որոնք են, որը ինքը փորձում է անդադ տողատակով առաջ տանել, եւ Ադրբեջանը փորձում է այս փուլում անպայմանորեն վիժեցնել այս ամենը եւ իր քաղաքականությունը ամբողջությամբ պատտվում է մի բանի շուրջ, որպեսզի չստորագրվի խաղաղության պայմանագիր կոչվածը, քանի որ խաղաղության պայմանագիրը որքան էլ Ադրբեջանի շահերից է բխում, որովհետև կարծես թե հենց այդպես է, նաև Ադրբեջանի շահերից է բխում, որ խաղաղություն կլինի տարածաշրջանում, այլևս փակ ճանապարհներ չեն լինի, կբացվեն, բայց միևնույն ժամանակ այդ կետերով հանդերձ, որոնք որ Ադրբեջանը նաև պահանջ էր դրել եւ մենք համաձայնվել ենք դրան, չի բխում Ադրբեջանի շահերից։ Քանի որ Ադրբեջանը շատ ավելին է ուզում, իր ուզածը շատ ավելին է եւ այդ ավելին հասնելու համար, եթե ստորագրվեց խաղաղության պայմանագիր, այլևս հավիտյան փակվելու է այդ պատուհանը, որի հույսը հիմա իրենք ունեն։ Եվ չի բացառվում, որ Ադրբեջանը նույնիսկ գնալու է ընդհուպ միջև սահմանային լարվածության, լոկալ բախումների եւ այլն, որպեսզի ամբողջությամբ իջիկ դարձնի այդ բոլոր համաձայնեցված կետերը եւ ստիպի, այսպես ասենք, որ կրկին մենք նորից մտնենք process-ի մեջ, գործընթացի մեջ, նորից սկսենք համաձայնեցնել, պայմանավորվել եւ նորից մի քանի տարի գործընթացը գնա։ Բայց Ադրբեջանը կունենա միջազգային կոնսենսուս թեկուզ լոկալ բախումների հրահրման։ Իհարկե չի ունենա։ Ամեն դեպքում դա իր որոշումը միայնակ չի լինի։ Իհարկե չի ունենա, դրա համար Ադրբեջանը հիմա նախապատրաստում է կամ Ադրբեջանը կատարում է այնպիսի քայլեր, որով որ կփորձի մոլորեցնել միջազգային հանրությանը եւ այսպես ասած նաեւ օբյեկտիվության առաջնահերթությունը առաջ կբերի, քանի որ տեսեք Ադրբեջանը, երբ որ Ադրբեջանից մենք ասում ենք դուք ներկայացրեք այդ փաստերը, որ կրակոց է եղել եւ այլն, Ադրբեջանը ծիծաղելի է համարում մեր այդ հայտարարությունը եւ ինքը փորձում է մոլորեցնել այդ կերպ միջազգային հանրությանը եւ օբյեկտիվության կողմից ելնելով նաեւ միջազգային հանրությունը կարիք ունի օբյեկտիվ ինֆորմացիայի, որովհետև մի բան է Հայաստանի Հանրապետության հայտարարությունը, մի բան է Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը եւ մեկ այլ բան է Եվրոդիտորդների հայտարարությունը։ Այո, եվրոդիտորդների հայտարարությունը եւս նրա մասն է փաստում, որ չի եղել կրակոց, բայց այնուամենայնիվ Ադրբեջանի բոլոր քայլերը միտված են նրան, որ այսպես ասած
մեղքը, հա, ամեն գործընթացի վիժեսման մեղքը Հայաստանի Հանրապետության վրա գցի, գոնե մասամբ Հայաստանի Հանրապետության վրա գցի, իսկ եթե ամբողջությամբ կամ մասամբ չգցի Հայաստանի Հանրապետության վրա, ապա գոնե Ադրբեջանին չմեղադրեն լոկալ բախումների կամ ռազմական բախումների։ Բայց դրանում Ադրբեջանը ինչ է շահում, այսինքն այն համաձայնությունը, որը կողմերը հիմա ունեն, դրա ստորագրումից է խուսափում Ադրբեջանը, թե նոր պահանջներ, որոնք նոր չէ, այն պահանջները, որոնք մշտապես ունեցել է Ադրբեջանը, դրանք հայկական կողմին պարտադրելու եւ համաձայնության հասցնելու համար։ Ադրբեջանը, տեսեք, ինքը երբեք այսպես հայկական կողմի հետ բացեբաց չի խոսել այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին։ Անդադ խոսվել է ճանապարհների ապաշրջակման մասին, բեռների փոխադրման մասին եւ այլն, բայց իրենց պատկերացրած Զանգեզուրյան միջանցքի մասին Հայաստանի հետ չեն բանակցել, չեն խոսել։ Քանի որ դա ընդունելի չի եղել եւ ոչ մեկի կողմից եւ խաղացող երկրների կողմից մեծ հաշվով եւ ինչու՞ չէ նաեւ շահագրգռված երկրների կողմից, ովքեր որ այս տարածաշրջանում կան գոյություն են։ Դե չեն խոսում Հայաստանի մասին նաեւ։ Այստեղ Ադրբեջանը անելիք ունի, իրեն պետք չի այդ համաձայնագրի կամ պայմանագրի տեքստը այս տեսքով, իրեն բոլորովին այլ բան է հարկավոր եւ ինքը քանի դեռ Հայաստանին չի համոզել, որ Հայաստանը ինքը իր ստորագրությունը դնի Զանգեզ եւ այսպես ասենք, ինքը Հայաստանը ինքը առաջարկի, որ գիտեք, եկեք ես ձեզ տալիս եմ Զանգեզուրյան միջանցք, Ադրբեջանը չի գնալու այդ պայմանագրի ստորագրման։ Գնալու է մի դեպքում միայն Ադրբեջանը, այն դեպքում, երբ որ աշխարհի պետությունները, միջազգային կազմակերպությունները հստակ ուղերձ հղեն, որ Հայաստանի Հանրապետության այս թվով տարածքը սուվերեն տարածք է, կարմիր գիծ է եւ Հայաստանի Հանրապետության տարածքային նկարտումները կդիտվեն որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այդ դեպքում կլինի Ադրբեջանի համար կարմիր, այսպես ասած, գիծ եւ Ադրբեջանը այլևս սին հույսեր չի փայփայի եւ ինքը կգնա այդ խաղաղության պայմանագրի ստորագրման, բայց քանի դեռ հիմա Ադրբեջանը հույսեր ունի, նաեւ ինչու՞ չէ Թուրքիան հույսեր ունեն, որ հնարավոր է այս պահին օգտվել առավելագույնին հասնել, իրենք երբեք չեն գնա խաղաղության պայմանագրի ստորագրման։ Պարոն Հովհաննիսյան, կարծիք կա, որ Ադրբեջանի այս ապատեղեկատվության փորձերը նաեւ այն բանի համար են, որ կամ իրենք անակնկալի են եկել այդ համաձայնագրի տեքստի վերջնականացումից, հայկական կողմի իրենց ուզած առաջարկների ընդունումից, կամ իրենք ուզում են գետնի վրա իրավիճակ փոխել, որպեսզի եվրադիտորդներին կարողանան դուրս բերել Հայաստանի տարածքից։ Միգուցե կար նաև երրորդ տարբերակը, որը դուք կարող եք վերլուծելով ասել։ Համամիտ է կարծոք այս երկու դիրքորոշման հետ։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ Ադրբեջանը իրականում չէր սպասում, որ հնարավոր է Հայաստանի կողմից այս երկու կետերը այսպես առանց որևէ խոչընդոտի եւ խնդրի համաձայնություն տար Հայաստանը եւ ասեր այո դե եկեք ստորագրենք։ Սրանք Ադրբեջանը համարում էր այս ամբողջ process-ի բանալիները, որոնք որ գտնվում էր իր ձեռքում։ Որ հայկական կողմը չի համաձայնի եւ իրենք կշարունակեն Հայաստանի Հանրապետության վրա եւ կասի, տեսեք, Հայաստանի Հանրապետությունն է ամեն ինչ անում, որպեսզի չգնանք խաղաղության, դե դրա համար ստիպված ենք լինելու, մենք բաժիշ գործողություններ իրականացնենք, որպեսզի Հայաստանին բերենք բանակցային սեղանի շուրջ։ Եվ Ադրբեջանի այս հիստերիկ, այսպես ասենք, արձագանքը, որ մի քանի օր շարունակ տևեց եւ պետք է ասեմ դեռ հնարավոր է որոշակի այլ դրսևորումներով եւս տևեն, ցույց տվեց այն բանը, որ իսկապես նրանք չունեին պլան B եւ նրանք վստահ էին, որ Հայաստանի Հանրապետությունը այդ երկու կետերի հետ չի համաձայնվի եւ իրենք վստահ էին, որ ամեն ինչը գնալու է գծված իրենց ճանապարհով, ինչպես որ իրենք ուզում են, եւ իրենք գետնի վրա, այո, փոխելու են իրավիճակ, որովհետեւ կհիշեք անցած տարի Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր այն բանում, որ ասում էր մենք մեր տեքստը ուղարկել ենք համաձայնագրի հետ կապված, միջև հիմա արդեն մի քանի ամիս է անցել, Հայաստանից դեռևս պատասխան չկա։ Եվ անդադ այնտեղից գալիս էր այդ բանը, որ չկա, եւ մենք հնարավոր է որ դիմենք գործողությունների, որովհետեւ հավերժ չեն կարող սпасել այդ տեքստի համաձայնությանը։ Եվ այս դեպքում նրանք հենց դրա վրա էին խաղադրույք, այսպես ասած, արել, որ Հայաստանի Հանրապետությունը անդադ կձգձգի 1, 2, 3, 4 ամիս եւ իրենք նմանատիպ մի հայտարարությամբ եւս հանդես կգան եւ գետնի վրա կանցնեն գործողությունների։ Սակայն իրավիճակը բոլորովին այլ եղավ եւ այստեղ Ադրբեջանը
այն խնդրին բախվեց, որ ինչ որ ուզում էր, որը որ նաև ընդունելի եւ ընկալելի էր միջազգային հանրության կողմից, ինքը ստացավ, Հայաստանը տվեց դրա համաձայնությունը, բայց ախր ինքը դա չէր ուզում եւ ինքը ուզում էր, որ Հայաստանը բոլորովին այլ բան աներ, եւ որպեսզի ինքը հասնի նրան, ինչին որ ուզում էր, Խզանգեզուրյան միջանց կոչվածին։ Այնպես որ ես կարծում եմ իրականում իսկապես ինքը անակնկալի եկավ, եթե ասենք այդ բառը, կամ Հայաստանի Հանրապետությունը չխաղաց այն խաղի կանոններով, որով որ նախատեսում էր Ադրբեջանը, եւ այս դեպքում ինքը փորձում է նոր կետից նոր խաղի կանոններ թելադրել եւ նոր խաղ սկսել։ Լավ, եթե հայկական կողմից սա ընդունենք ճկուն դիվանագիտական քայլ, պետք է պատասխանենք հարցին։ Տևական ժամանակ հայկական կողմը այս երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ուներ իր առաջարկները։ Երկար ժամանակ այդ առաջարկները չէր համաձայնեցվում Ադրբեջանի հետ։ Ինչ փոխվեց այս ժամանակահատվածում, որ հայկական կողմը որոշեց նման քայլի դիմել եւ ձեր ձևակերպմամբ Ադրբեջանին անակնկալի բերել։ Ես մի կարծիք եմ դրա հետ կապված լսել, որ ասում են, սա այն ժամանակահատվածն է, երբ հայկական կողմը փորձել է տևական ժամանակ ձգել, հասկանալ ինչ է կատարվում, բայց հիմա փորձել է կանխել նոր էսկալացիա եւ պատերազմի վտանգը։ Ամեն դեպքում պետք է ասեմ, որ չպետք է ըստ դիվանագիտության մեջ չպետք է միանգամից համաձայնվես հակառակորդի կամ պայմանագրի մյուս կողմի պահանջներին եւ այլն։ Պետք է փորձես ամեն դեպքում ոսկե միջինին գաս եւ կարողանաս ինչ որ բանի հասնես, ինչ որ կետում ինչ որ բանի հասնես։ Այս դեպքում կարծես մեր մոտ չէր ստացվում նրա համար, ոչ թե նրա համար, որ մենք չէինք աշխատում, այլ պարզապես Ադրբեջանը եւ Թուրքիան կատեգորիկ էին այս հարցում եւ իրենք կտրականապես այսպես դեմ էին ցանկացած մեր առաջարկի այդ հարցի վերաբերյալ եւ իրենք իրենց պնդումներն էին առաջ տանում եւ ինչու՞ չէ տողատակով նաեւ հասկացնում են, որ տեսեք, եթե դուք չեք համաձայնվում, մենք հարցի մեկ այլ լուծման տարբերակ ունենք, որը փորձված է, դա ուժի միջոցն է։ Այս դեպքում ասել, որ մենք կանխում ենք սրանով ռազմական էսկալացիան, այդքան էլ համամիջ չեմ, համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև ամեն դեպքում Ադրբեջանը փորձելու է գնալ ռազմական գործողությունների։ Ինքը փորձելու է թեկուզ լոկալ բախումների միջոցով վիժեցնել այս ամենը, այս ամբողջ գործը, որ կատարվել է, եւ ինքը փորձելու է սա նորից սկսել զրոյական կետից, եթե իհարկե չլինի միջազգային հանրության շատ կոնկրետ, այսպես ասենք, դիրքորոշումը կոնկրետ հայտարարություններով։ Այնպես որ ասել, որ սա համաձայնեցրեցինք նրա համար, որ պատերազմ չլինի, այդքան էլ այդ մտքի հետ համաձայն չեմ։ Բայց սա հայկական կողմից զիջում է։ Մեր ընդդիմադիր դաշտում շարունակաբար պնդում են, որ հայկական կողմի ոչ թե զիջումն է, այլ հերթական զիջումներից մեկն է։ Գիտեք, քաղաքականության մեջ հնարավոր է, որ քաղաքական կրակոցներ այդպեսին լինեն, որովհետև սա շատ բարդ գործընթաց է եւ նաեւ զգայուն գործընթաց է, որովհետև մենք գործ ունենք հայրենիքի հետ եւ իսկապես գործ ունենք պետականության հետագա կյանքի հետ եւ շատ զգայուն հարցեր են այստեղ շոշափվում, պետք է հասկանանք, թե այս քայլից հետո որ քայլերն են գալիս եւ իրականում ընդդիմության կեցվածքն է նորմալ է, որովհետեւ ընդդիմությունը նաեւ այս փուլում, այսպես ասած, իր դերակատարությունը պետք է ունենա, որպեսզի նաեւ միջազգային հանրության մոտ էլ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանը բոլորը Հայաստանում համաձայն են ամեն ինչին, միայն թե այդ փաստաթուղթը ստորագրվի եւ վերջ։ Եվ նաեւ պետք է միջազգային գործընկերների մոտ էլ հասկանալի լինի, որ ինչպես որ դժվար է հակառակորդի հետ կամ դժվար է Ադրբեջանի հետ բանակցել, այնպես էլ դժվար է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքում այդ ամեն ինչը մատուցել եւ համոզել, որ դա է ճիշտը։ Պարոն Հովհաննիսյան, ընդդիմությունը օրինակ պարբերաբար երբ խոսում են բանակցային process-ի մասին, ասում են, որ կարող է լինել այլընտրանքային ճանապարհ, այսինքն կողմ չլինելով գործող իշխանությունների վարած բանակցությունների հետ, իրենք ասում են այլընտրանք գոյություն ունի։ Ձեր կարծիքով կա որևէ այլընտրանքային բանակցային տարբերակ, որը կարող է փոխարինել ներկայում գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, թե այն, ինչ այս պահին տեղի է ունենում, դա հենց այն է, ինչ պիտի լինի, այսինքն դրանից ավելին գործող իշխանությունը, գործող կառավարությունը չի կարող
իրականացնել։ Գիտեք, եթե մենք ուզում ենք ավելին կամ եթե մենք ձգտում ենք, որ մեր պահանջները եւս կատարվեն կամ Ադրբեջանի բոլոր պահանջները մենք չկատարենք, ապա մենք պետք է ունենանք շատ ուժեղ դիրքեր առնվազն երկու ճակատում, եւ դիվանագիտական ճակատում եւ զինված ուժերում։ Մենք պետք է ունենանք նաև հուսալի գործընկերներ միջազգային կառույցներում, եւ որովհետեւ մենք կարողանանք այս ամենը հանդերձ առաջ գնալ։ Իսկ եթե մենք ամեն դեպքում դեռևս այն հանգրվանին չենք, որ մեզ կարելի ասել ուժեղ է դարձնում, եւ մենք կարողանանք Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հետ առճակատման գնալ, ապա մենք պետք է փորձենք ոսկե միջինով առաջնորդվել, բայց միևնույն ժամանակ մենք պետք է վնասենք Հայաստանի Հանրապետության թե ներկայիս շահերը պետականության եւ թե ընդհանրապես ապագայի շահերը։ Գիտեք, հիմա ավելի շատ որոշվում է մեր ապագայի հարցը, այլ ոչ թե ներկայի հարցը, որովհետեւ շատ դեպքերում գիտեք պատմությունից նաեւ, որ ինչ որ մի խնդիր եւ հարց լինում է, մենք անդադ գնում ենք դեպի պատմություն, ասում ենք, այ տեսեք Խորհրդային Միության այսինչ գործիչներ մեղավոր, որ հիմա այսինչ հարցը էսպես է գնում, որովհետեւ իրենք այս հարցը էսպես լուծեցին։ Դրա համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք նաեւ ընդդիմության հետ իշխանության եւ ընդդիմության հետ կարողանանք համակարծիք լինել մի քանի կարևոր հարցերում, պարտադիր չէ որ այդ կարծիքը կամ այդ համակարծիք լինելը հանրայնացվի, որովհետեւ դրանք վերջի վերջո քաղաքականություն է եւ կարող են միմյանց դեմ օգտագործել հետագայում եւ կարողանան միասին այդ ճանապարհը գտնել։ Եթե ընդդիմությունը ունի իր ճանապարհը, ընդդիմությունը ունի այլընտրանքային քաղաքականություն, ապա ես գտնում եմ, որ պետք է ընդդիմությունը դա ներկայացնի, որովհետև հիմա քաղաքականության հարց չի, հիմա իշխանության գալու չգալու հարց չի։ Հիմա Հայաստանի Հանրապետության պետականության հետոյի հարցն է։ Եվ շատ կարևոր է, որ եթե ասում են ունենք, ուրեմն պետք է իրենք այդ ճանապարհի մասին խոսեն, զրուցեն, ասեն, ոչ թե հանրային հարցազրույցների տեսքով, այլ ներքին խողովակներով, փակ հանդիպումներով այդ հարցը բարձրացնեն, բայց եթե գանք այն բանին, որ ես տեսնում եմ այլ ճանապարհ, անկեղծ ասած, այլ ճանապարհ, բացի վերոնշած երկուսից, դիվանագիտություն եւ զինված ուժեր, ես այլ ճանապարհ չեմ տեսնում, որ հնարավոր է շեղվել եւ գնալ այդ ճանապարհով։ Այլ հարց է, եթե ասում են, այ տեսեք արտաքին դերակատարներին, միջնորդներին, այսպես փոխենք, կարող է այլ բանի գանք, դրանք բոլորովին այլ բան են եւ այլ համատեքստում են։ Մենք խոսեցինք այն ելակետից, որ Ադրբեջանը որևէ պարագայում չի ստորագրելու արդեն համաձայնեցված այս տեքստը, որովհետեւ դա իրեն պետք չէ։ Բայց դիցուկ փոխենք իրավիճակը եւ Ադրբեջանը ընդհանուր անակնկալի գալով, ստանալով այս համաձայնեցված տեքստը ստորագրում է։ Գործընթացն ինչ ուղղությամբ կգնա։ Ադրբեջանի ստորագրելուց հետո այլևս չի կարելի ասել, որ խաղաղությունը ամեն ինչով գալիս է տարածաշրջան, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, որը վերջերս կատարեց, որ ասեց ցանկացած պահի մենք կարող ենք այդ խաղաղության պայմանագրից դուրս գալ։ Խոսում է նրա մասին, որ իրենք նաև հաշվի են արդեն առնում այն հանգամանքը, որ հնարավոր է կրկին գործողությունների ակտիվացում, որոշակի գործընթացների ակտիվացում եւ Ադրբեջանը այդ խաղաղության պայմանագրից դուրս գա։ Հնարավոր է ինքը ստորագրի այսօր, մի շաբաթ հետո դուրս գա։ Եվ ընդհանրապես պետք է ասեմ, Ադրբեջանը այս իշխանությամբ կամ այս ղեկավարությամբ չի ստորագրի այդ պայմանագիրը նաև նրա համար, որովհետև Ադրբեջանում այս իշխանությունը հայատացությունը շատ խոր արմատներով ձգել է ներքև եւ սկսած մանկապարտեզից մինչեւ գիտական ուսումնական ձեռնարկները ամբողջությամբ լցված են հայատացությամբ եւ հնարավոր չէ նման միջավայրին մի մարդ նման միջավայրին բերի խաղաղություն, ով քարոզել է հայերի ատելություն եւ այս դեպքում հնարավոր չէ որ Բաքվի կամ Ադրբեջանի ներկայիշխանությունը այս ամենով հանդերձ գնա խաղաղության։ Եթե դիցուկ ձեր ասածով գնա ինքը ստորագրի խաղաղության, ապա մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո ինքը միակողմանի այդ ամենը խախտելու է եւ օրինակի համար ասելու է կրակել են եւ ես պատժիչ գործողություններ եմ իրականացնում։ Ու անցնի ռազմական գործողությունների եւ ամեն ինչ նորից սկսվի նորից։ Վերջին հարցը, եւս երկու նախապայման կա, որ նույնիսկ համաձայնեցված տեքստից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն առաջ էին քաշում։ Մեկը սահմանադրության փոփոխության մասին է, որը հայկական կողմից շարունակաբար պնդում են, որ մեր ներքին գործն է, եւ երկրորդը Մինսկի խմբի
համանախագահության ձևաչափի լուծարումն է երկուստեք Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից դիմելով այդ կառույցի լուծարման հարցով։ Այս երկու նախապայմանների հետ ինչ պիտի անի հայկական կողմը։ Ընդհանրապես պետք է այս երկու նախապայմանները հայկական կողմը պետք է տարանջատի միմյանցից առաջին հերթին, որքան էլ Ադրբեջանը փորձի դա միմյանց հետ կապել, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ Մինսկը պետք է դրանք տարանջատվեն։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է եւ չգիտեմ 2 տարին մեկ, 5 տարին մեկ, 10 տարին մեկ կարող է մենք սահմանադրություն փոխենք եւ դա ոչ մեկին չի վերաբերվում։ Մեր կառավարման ձևն է փոխվում, մեր որոշակի գործընթացներ են, պրոցեսներ են գնում առաջ եւ անհրաժեշտություն է գալիս սահմանադրություն փոխելու։ Այնպես որ դա Հայաստանի Հանրապետության իսկապես ներքին գործն է։ Իսկ ինչ վերաբերվում է Մինսկի խմբին, ապա այո, պետք է սա որպես բանալի օգտագործել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Եթե դուք գալիս եք իսկապես խաղաղության պայմանագիրը ստորագրում եք եւ ստորագրում եք երաշխավորված բոլոր կետերով խաղաղության պայմանագիրը եւ իսկապես որ տարածաշրջանում գալիս է խաղաղություն, մենք պետք է ուրեմն նաեւ դիտարկենք Մինսկի խմբի լուծարումը եւ այլն եւ այլն։ Այսինքն սա որպես նաև մեր համար բանալի լինի, ոչ թե մենք հիմա այդ պահանջը կատարենք, այլ մենք պետք է այդ բանալիով բացենք խաղաղության պայմանագրի այդ էջերը դուռը եւ դրանով մենք փորձենք ազդել հենց Ադրբեջանի վրա։ Այդ նախորդ երկու առաջարկներն էլ չէ կարող էինք որպես բանալի օգտագործել, բայց դա չստացվեց օգտագործել։ Չստացվեց նրա պատճառով, տեսեք, որովհետեւ ամենասկզբից այդ բոլոր առաջարկները կամ այդ բոլոր պահանջները, որոնք որ կան, դրանք մեկ փաթեթով, այսպես ասենք, ներկայացված էր եւ քննարկվում էր այդ փաթեթը։ Իսկ արդեն լրացուցիչ այս պահանջները ամբողջ աշխարհն էլ արդեն գիտի, վերջ համաձայնեցված է, ողջունել են եւ լրացուցիչ փաթեթն բերել լրացուցիչ պահանջներ մտցնել փաթեթ, չպետք է թույլ տանք, որ մտցնեն փաթեթների մեջ, ասելիքս դա է, եւ պետք է մենք դրանք օգտագործենք հետոյի համար։ Այ եթե ստորագրում ենք, եթե գնում ենք եւ այլն, այս սա կլինի, իսկ այս մյուսը դա մեր ներքին գործն է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էր, կհանդիպենք։